Ողջույն սիրելի ունկնդիրներ, Բելգահայ եթերում առաջնագծում հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Արմինե Հարեյանը։ Ինչպես գիտեք, այս հաղորդաշարի նպատակն է ներկայացնել մեր համայնքում տեղի ունեցող միջոցառումները եւ ինչպես նաեւ այն մարդկանց, որոնք համայնքային կյանքը դարձնում են ավելի ակտիվ եւ դինամիկ։ Այսօր իմ հյուրն է Լիեժի Սուրբ Խաչ հայ առաքելական եկեղեցու Կիրակնորյա դպրոցի ուսուցչուհի Նելի Բաղդասարյանը։ Նելիի հետ զրուցելու ենք առաջիկայում կազմակերպվող երեխաների ճամբարի մասին, որի մասին ինքը Նելին ավելի մանրամասն մեզ կներկայացնի։ Նելի ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ Արմինե ջան, շատ շնորհակալ եմ գեղեցիկ ներկայացնելու համար եւ ժամանակ տրամադրելու համար։ Սիրով, Նելի ջան, եւ այսպես ինչպիսի ճամբար է եւ երբ է այն տեղի ունենալու։ Սկսվենք սկզբից, քանի որ մեր ճամբարի առաջնորդը եւ հովանավորը մեկենասը գրեթե բոլոր հոմանիշներով կարող ենք մեկնաբանել Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատրիարք Գերաշնորհ Տեր Խաժակ arczepiskopos Բարսամյանին, ով հովանավորում, առաջնորդում եւ մեզ ոգևորում է իր ներկայությամբ այս ճամբարի կազմակերպման սկզբից մինչեւ այս փուլը, որտեղ որ մենք հասել ենք, ապա ճիշտ կլինի ասել, որ հոգևոր, մշակութային եւ Սփյուռքում բնակվող անձանց համար շատ կարևոր մշակութային նյութական ժառանգության մասին ճամբար է, գալիք սերունդների եւ ինչու ոչ նրանց ապագան գեղեցիկ եւ ճիշտ օգնել ուղղորդելու համար։ Ճամբարը տեղի ունենալու այս թվականին հունիսի 5-ին, 6-ին եւ 7-ին, այսինքն 3 օր, որոնցով մենք կփորձենք երեխաներին տալ, ցույց տալ, սովորեցնել եւ ինչու ոչ հետագայում ուղենիշ ունենալ, թե ինչ են իրենք ցանկանում անել այս կյանքում, որն է իրենց նպատակը լինելու հետագայում եւ ինչ իմանանք, գուցե նաև մասնագիտական հարցում ունենանք որոշ ուղղորդումներ։ Շակերտները ուղղակի չեն բացի, բայց մեր ծրագրի մեջ ներառված են որոշակի նյութեր, որոնք գուցե այդ հարցում իրենց օգնեն։ Շատ լավ, Նելի ջան, ինչ տարիքի երեխաների համար է նախատեսված ճամբարը։ Այս անգամ, քանի որ Բելգիայում մասշտաբով առաջին անգամ է այսպիսի մեծ ճամբար կազմակերպում, ծրագրի ղեկավար Հայր Մաղաքիայի հորդորով մենք որոշեցինք բոլորս մյուս հայր սուրբերի հետ միասին բնականաբար որոշվեց, որ պետք է ճամբարի տարիքային շեմը սկսվի 8-ից եւ ավարտվի մինչ 15 տարեկան երեխաների եւ պատանիների համար։ Այնպես որ բավականին լայն սպեկտր է վերցված տարիքային խմբի համար եւ բնականաբար ամեն բան հաշվարկված է ըստ տարիքային խմբերի։ Աստորեն այս անգամ ճամբարը կազմակերպվում է Բելգիայի 3 մեծ քաղաքների, հա, Լիեժի, Անտվերպենի եւ Բրյուսել։ Բրյուսելի եկեղեցուն կից գործող դպրոցների ուսուցիչների եւ կոլեկտիվի եւ բնականաբար նաեւ մեր հոգեվոր հովիվների մասնակցությամբ եւ շնորհիվ եւ նախատեսված է Բելգիայի հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչների համար, այսինքն բոլոր շրջանների համար։ Այո, ճիշտ եք հասկացել, բացի նրանից, որ Հայր Մաղաքյան ծրագրի ղեկավարն է, դրանով ոչ մի կերպ հետ չեն մղվում Հայր Տիրայրը, Անտվերպենի հոգևոր հովիվը եւ Հայր Զատիկը, Բրյուսելի հոգևոր հովիվը։ Ծրագրի մեջ շատ մեծ հենք եւ տեղ է տրվել երիտասարդներին, ովքեր իրենք էլ գուցե ինչ որ ժամանակ առաջ եղել են ճամբարում մասնակից որպես ոչ թե անիմատոր, ինչպես հիմա, այլ ուղղակի որպես մասնակից։ Դրանով Հայր Մաղաքիայի եւ Հայր Սուրբերի առհասարակ որոշմամբ կրկին հիմք է դրվում, որպեսզի այն սերունդը, որը ինչ որ ժամանակ առաջ ինքն էր ճամբարում մասնակից, այսօր կարողանա իր փորձը, արդեն նաև գիտելիքները, որովհետև իրենք գրեթե մեծ մասը ունեն իրենց մասնագիտություններ ընտրված, իրենց մասնագիտությունների եւ գիտելիքների մեջ կայուն անձինք են, հետեւաբար արդեն կարող են արմատական շատ լուրջ տեղեկություններ, ինֆորմացիաներ փոխանցել եւ դրա հետ մեկտեղ կիսվել իրենց ճամբարային փորձով, որը շատ կարեւոր է արդեն այս երեխաների համար։
Նելի ջան, թեմա հատուկ այս անգամ ճամբարի համար հատուկ թեմա ընտրված է, թե ինչ որ ազատ ծրագիր է, բնականաբար հոգևոր ուղղվածությամբ։ Բնականաբար թեմա որպես այդպեսին ունենք, ճիշտ է մի փոքր օրացուցային հաշվարկով մենք հետ ընկանք, բայց համբարձման տոնը եւ դրա հետ կապված բոլոր մեր ծիսակարգերը, ավանդույթները, զրույց խոսակցությունները, խաղերը, ամեն բան փորձել ենք ներառել, իհարկե չափի սահմանում, որպեսզի երեխաներին եւ հետաքրքիր լինի եւ գիտելիքներով հարուստ իրենք արդեն փորձեն վերադառնալ իրենց ընտանիքներ եւ դա էլ փոխանցեն իրենց տանը եղած փուճուրիկ փոքրիկ քույրիկ եղբայրներին կամ ինչու ոչ նաեւ մեծահասակներին, բայց ընդհանուր առմամբ չենք կարող ասել, որ ուղղությունը միայն դա է, որովհետև ճամբարի հիմքում դրված են եւ կրոնական, եւ մշակութային, եւ պատմության, եւ գրականության, եւ բարի, եւ նկարչության ուղղվածությունները, որոնց հիմքում ինչպես արդեն նշեցի, համբարձման տոնի որոշակի ճյուղավորումներ են կամ մեր հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքում ընկած կարևոր խորհուրդներն են, որոնք դարեր շարունակ եկել են, հասել են մեզ եւ մենք էլ փորձելու ենք այդ տեսակի մասնագիտությունների եւ ճյուղերի միջոցով երեխաներին փոխանցել։ Շատ լավ, Նելի ջան, արդյոք ճամբարում ինչ ներգրավվածություն ունեն, ինչ ձևաչափով կլինեն ներգրավված երեխաների ծնողները կամ մեր համայնքում գործող այլ կազմակերպությունները, այլ միությունները, տիկնանց միությունները, որոնք շատ ակտիվ են համայնքում, ինչպիսի ներգրավվածություն կունենան այդ միությունները։ Այո, հասկացա ձեր հարցի խորությունը, սիրով պատասխանեմ, որ բացի նրանից, որ հայ առաքելական 3 գործող եկեղեցիները, որոնք կան Բելգիայում, շատ հարուստ են եւ ակտիվ ունեն իրենց մասնակիցները եկեղեցու պատերի ներսում եւ դրսում, հետեւաբար կան տիկնանց միություններ, երիտասարդական միություններ, բոլոր անձինք փորձել են ներգրավվածություն ունենալ այս ճամբարում եւ հատկապես պետք է նաեւ շնորհակալություն հայտնենք Տիկնանց միությանը, բոլոր 3 եկեղեցիները իրենք եւս համախմբվել են Հայր Մաղաքիայի եւս հուշմամբ իրենք սկսեցին համատեղ աշխատանք եւ այս պահին իրենց կողմից աշխատանքները շատ ակտիվ ընթանում են, որպեսզի մեր երեխաները ճամբարում ունենան առողջ, օգտակար եւ ամենակարևոր թարմ ժամանակին սնունդ ճամբարի այդ 3 օրերի ընթացքում։ Հետևաբար Տիկնանց միությունը շատ մեծ ակտիվություն է ունենալու այդ 3 օրերին։ Ինչ վերաբերում է ծնողներին, բնականաբար, ինչպես ես կարծում եմ, որ դուք գիտեք, մեր ծնողներից շատերը եւս ներառված են սովորաբար լինում Տիկնանց միության մեջ, հետեւաբար կլինեն ծնողներ, ովքեր այդ պահին կլինեն ճամբարում, բայց այլ պաշտոնով, ոչ թե որպես ծնողներ, իսկ այն մյուս բալիկների ծնողները, ովքեր եկեղեցում որպես այդպեսին Տիկնանց միության խմբում կարող է լինել կամ չլինել, բայց իրենք ուղակի որոշել են երեխաներին ուղարկել ճամբար, մենք իրենց վրայից վերցրել ենք հոգսը եւ երեխաներին իրենց եկեղեցիների համայնքների առջևից հարմարավետ ավտոբուսներով տեղափոխելու ենք ապահով ճամբարի տարածք, որպեսզի իրենք հանգիստ լինեն, չմտահոգվեն տեղափոխման, վերադարձի եւ մնացյալ այլ հարցերով, որոնք հնարավոր է շատերի համար խնդիր են եւ հանդիսանում են հակաիրավիճակ, որպեսզի երեխային մտածեն ուղարկեն ճամբար, թե ոչ։ Այս տարի այս մեծամասշտաբ ճամբարի շրջանակներում մենք այդ հարցը եւս լուծել ենք, Արմինե ջան։ Նելի ջան, ամառը նոր է սկսվում եւ բնականաբար երեխաների այդ արձակուրդային ընթացքը միշտ խնդիր է աշխատող ծնողների համար։ Արդյոք նախատեսվում են նմանատիպ ճամբարներ այս ընթացքում եւս մի քանի անգամ։ Այո, քանի որ եւս մեկ անգամ նշեմ, սա առաջին մասշտաբով առաջին մեծ ճամբարն է լինելու, մենք շատ լիահույս ենք, որ 3 օրերն էլ անցնել են մեր պլանավորածին համաձայն, վստահ ենք, որ այդպես լինելու է եւ բնականաբար հետագայում դրանք լինելու են շարունակական, պարզապես քանի որ առաջին, այսպես ասեմ, մեծ մասշտաբի ճամբարներ, մենք ընտրեցինք առաջին հնարավոր ազատ օրերը, այս ընդ որում ասեմ, այս
կահավորված, մաքուր եւ շատ հարմարավետ տարածքում, որը մեզ հնարավորություն է տալու, որպեսզի երեխաները անկաշկանդ տարածքում գտնվեն, վայելեն այդ 3 օրերը, չմտածելով որևէ փոքրիկ կենցաղային հարցերի մասին։ Ամբողջը մեր տրամադրության տակ է եւ դրա համար մենք ուղղակի բաց չթողեցինք հնարավորությունը, վերցրեցինք առաջին հնարավոր ազատ օրերը, որպեսզի հետագայում բնականաբար ճամբարը լինի շարունակական եւ մյուս երեխաները եւս հնարավորություն ունենան մասնակցեն այս ծրագրին։ Շնորհակալ եմ Նելի ջան, շնորհակալ եմ արձագանքելու եւ հրավերքը ընդունելու հարցազրույցի համար։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր եւ բովանդակալից ճամբար է լինելու։ Սիրելի ունկնդիրներ եւ սիրելի ծնողներ, իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս հետեւել մեր համայնքային էջերին, Բելգահայի հաղորդագրություններին, որպիսի հաջորդ ճամբարներին կարողանաք ձեր երեխաներին գրանցել, քանի որ ինչպես ճիշտ հասկացա Նելի ջան, այս անգամվա գրանցումը արդեն ավարտված է, որովհետև այլևս տեղ չկա։ Այո, Արմինե ջան, ճիշտ եք հասկացել, անցած չորեքշաբթի մենք փակեցինք հնարավոր գրանցումները, որովհետև արդեն ունենք 120 երեխա գրանցված, այնպես որ թող շատ ուշադիր լինեն իրենց համայնքային եկեղեցիների կայքէջերին, առհասարակ Արևմտյան Եվրոպայի մեր Facebook-յան եւ Instagram-յան կայքէջերին, որպեսզի հենց եւս մեկ անգամ կազմակերպվի նմանատիպ ճամբար, իրենց երեխաները եւս կարողանան իմանալ երբ է լինելու, գրանցվեն եւ եւս մասնակցեն։ Իսկ ձեզ սիրելի ունկնդիրներ, խորհուրդ եմ տալիս, ինչպես Նելին նշեց, անպայման հետևել բոլոր պաշտոնական կայքէջերին եւ գրանցել առաջիկա ճամբարներին ձեր երեխաներին։ Դա իրենց հնարավորություն կտա շփվել իրենց հասակակից հայ երեխաների հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ նոր ընկերներ եւ բնականաբար նաեւ անցկасնել շատ լավ ժամանակ։ Դուք էլ այդ ընթացքում մի քիչ ժամանակ կունենաք ինքներդ ձեզ նվիրելու։ Ձեզ այսքանով ավարտում է մեր այսօրվա հաղորդումը, ես ձեզ ասում եմ ցտեսություն, իսկ դուք մնացեք Բելգահայի եթերում եւ վայելեք հայկական խոսքն ու երաժշտությունը հենց այստեղ Բելգիայում։ Եվ հիշեք, մեր լավագույն պահերը մեզանից ընդամենը մեկ ռիթմ են հեռու։ Ցտեսություն։